Նիհաո, ես Դավիթն եմ, բարի գալուստ էլեկտրոմոբիլների աշխարհ։ Ժողովուրդ ջան, ուրեմն այսօր կրկին ու կրկին ես ստիպված եմ թռնեմ BYD Song Plus-ի դեմքին ու կախնեմ այդ խեղճ ավտոյունքերից։ Ու այս անգամ արդեն իմ սուբյեկտիվ կարծիքը չի, այս անգամ արդեն մեր փաստեր են BYD-ի ստեղծած նոր էլեկտրոմոբիլն է, որը որ Song Plus-ին ու առհասարակ այդ գնային սեգմենտում բոլորին ցբխում է պատերով մի ուրիշ տիպի, հաշվի առնելով այն բոլոր հնարավորությունները ու այն ցածր գինը, որ այդ մեքենան ունի, ու ուղղակի BYD-ին դեմպինգ է անում, անխնա դեմպինգ է անում շուկան, թե Geely-ենց, թե Jeep-ենց, թե NIO, մի խոսքով բոլորին, ու իր սեփական ու այդ դեմպինգի անխնա տապորի տակ մնում է նաև Song Plus-ը ու այդ մեքենան եսի ինչ չէր, ինչպես դուք իմ կարծիքը գիտեք այդ մեքենայի մասին, ախնդրեմ կարաք ծանոթանաք, իմ սուբյեկտիվ կարծիքի հետ իհարկե, քշողները խնդրում չնեղանան, իմ անձնական կարծիքն է, հա լավ մեքենա է, բայց խնդիրներ ունի։ Ու հիմա BYD-ին այս $27,500 Song Plus-ին это просто пи***ец։ Ասենք ցտկումա պատերով իր սեփական ստեղծած մեքենան վաճառքները ընկնելու են մի ուրիշ տիպի, որովհետև այս գժական մեքենան իր լյուքսային սուբրենդի Fanchembao սուբրենդի BYD Leopard 3-ը, ոնց որ Jeep-ալն էր Changan-ի սուբրենդը, լյուքսային նույնպես Fanchembao, Denza եւ Yanwan սուբրենդները էլի BYD-ին են, բայց արդեն լյուքսային են, սովորական շարքային չեն, ոնց որ Song Plus, Yuan Plus, ու այս լյուքսային բրենդը ուներ վաղտին Leopard 5, Leopard 8 գժական ամենագնացներ, ու հա թանկ, դրա համար դրանց չենք անդրադառնում, մեր սովորական մականացիոնի համար գներ չեն, բայց այս Leopard 3-ը, ժողովուրդ ջան, Song Plus-ի գնի է լիակարշակը։ Դուք մի հատ հələ պատկերացրեք, ասենք BYD-ն ուղղակի մի հատ ատոմային բոմբա կմփծրել առհասարակ շուկայում այդ 27500 վերջնական արժեքը դե Viber WhatsApp գիտեք։ Այդ գինը Գյումրիում կանխիկով պատվիրելու դեպքում իմ $700 միջնորդավճարի դեպքում ամենայժանն է։ Մի խոսքով 27500-ով դուք ունենում եք ժողովուրդ ջան, մի հատ պատկերացրեք։ Ունեք Song Plus հետևի քարշակ ինչը խնդիր է, արդեն ասել եմ քանի անգամ, ընդամենը 218 ձիաուշ ու քաղաքային crossover, ու այդ նույն գնով, այդ 27500-ով մենք ունենք լիակարշակ Leopard 3 ամենագնաց, սարերձորերով կարակ վերթևեկեք, ու ուշադրություն 422 ձիաուշ, ասենք Լիսյանից է հզոր, Լիսյան L6-ը 45000-ից L6-ը 408 ձիաուժ է, ու այս մեքենան գնում է 4.9 վայրկյանում 0-ից 100, կայծակ է, ավատրացել արագ, Լիսյանից էլ արագ, Լիսյանը գնում է 5.4-ում, ասենք 4.9 ռազգոն, 0-ից 100, 4.9 ռազգոն, 422 ձիաուժ, պալնապրիվդնի, լիակարշակ full twin Jeep, դրոնով, նու հա դրոնի գինը հեսա առանձին այակը թանկ է, բայց առանց դրոն full ու ոչ ուլտրան։ Սովորական Max 4WD-ին, ինչը լրիվ հերիքա ունի ամեն ինչ։ Ասենք դաժե տանկովի ռազմավարոտ, դու պատկերացրեք, ասենք այս գնի մեջ դաժե տանկովի ռազմավարոտ կա 27500-ի մեջ։ Ասենք մի հատ բանականության պայթեցում է, ասենք շուկան գմփեցում է, դեմպինգա մի ուրիշ տիպի, իր սեփական Song Plus-ը սայնց հետո թե ով առնելու ես առհասարակ չգիտեմ, ասենք որ մի բանականությունով օժտված մարդը 27500 կտա Song Plus-ին, եթե կա 27500-ով լիակարշակ 422 ձիաուժ հզոր տանկովի ռազմավարոտով գժական Jeep, մենակ մի հատ նրբություն կա, հա, մարդիկ միակ արգումենտը որ չեն տա, ասում են դե 422-ի ձիաուժի գույքահարկը Հայաստանում կես միլիոն է համարյա, 480 քանի հազար է, մենք ուզում ենք Song Plus գնենք, որ գույքահարկերը լինի 133,000-ի կարգի, ու այդ դրա համար էլ BYD-ն արդեն մտածել է դրա համար հարգելիներս, ու ունի այս Leopard 3-ը էլ ավելի էժան, Song Plus-ից $2000-ով էլ էժան, ունի հետևի քարշակ 218 ձիաուժանոց 133,000 գույքահարկ ունեցող էլի այս գժական մեքենա, իհարկե արդեն տանկային ռազմավարոտ չկա, բայց դա եթե ուզում եք քիչ գույքահարկ տակ, գնում եք ավելի էժան 25500-ով, ընդամենը Geely Galaxy 5-ի գնի, բայց ասենք Geely Galaxy-ից երևի ավելի լավ, որովհետև հետևի քարշակ է։ Մի խոսքով ծանոթացեք Leopard 3 ուլտրա վերսիան 29000 է, ու ուլտրա վերսիայի տարբերությունը Max-ի հետ ընդհանրեն է, որ ուլտրա վերսիայում $1500 ավելի դեպքում ունենում եք սառներան ու 16 դինամիկ, այլ ոչ թե 8, 14 դինամիկ, այլ ոչ թե 8, իսկ դրոն վերսիայում ունենում եք գժական դրոն,
պատկերացրեք, դրոն ձեր մեքենայում թռնող, ասենք, գժական, ընդամենը 33000-ով ամենաֆուլը դրոն վերսիայով է $33000, Viber, WhatsApp դիմեք։ Ու այդ ամենաֆուլի դեպքում այդ դրոնն ավելանում, մեկ էլ պրոյեկցիա ավելանում, ղեկի տաքացում ավելանում ու դինամիկները 14-ից դառնում են 16, որտեղ սովորականում 8 դինամիկա։ Max վերսիայում 8 դինամիկա ընդամենը։ Մի խոսքով, այս գժական մեքենան, ես ասում լուրջ եմ ասում, սենց բան շուկայում պրոստը չկա։ Մինչև այս որ սա ասում են, բա լիակարշակ մեքենա, թանկա, հա, թանկ էր։ Ասենք 36000-ից սկսում էր։ Ну, այքարը չհաշված, այքարը բանը արգելած է։ Վաճառքը չինացի կարգեր են։ Արտասահման չի վաճառվում։ Իմ իմացած տեղեկությունով չգիտեմ ինչքանով է հավաստի։ Հարգարժան BYD հիմնադիր, ստեղծող, տնօրեն, ցարիբոկ, մի խոսքով պապա Վան Չուանֆու։ Ոնց եք դուք սա բացատրում, ասենք։ Մի հատ խնդրում եմ կոմենտներում գրեք։ Ոնց կարա, ասենք, 27500-ով BYD-ն ունենա հետևի քաշակ 218 ձիաուժանոց պլյուս ու այդ նույն գնով 422 ձիաուժանոց լիակարշակ ամենագնաց տանկովի ռազմավարատով գժական բոմ մեքենա այդ նույն գնով ոնց է տենց լինում, այդ հրաշքը ոնց է լինում, մի հատ խնդրում եմ, եթե կարաք տենց այդ գնով տենց մեքենա թողարկեք, բա դե ուրեմն 20 պլյուսը հզորացրեք, այդ խեղճ մեքենան Սիլայնի հետ ենք համեմատում 313 երևի էսի 218, հիմա 422 եք թողարկել, այս խեղճ 20 պլյուսը մնացել է էլի 218։ Ըստ արդարությունը որտե՞ղ է, ցավը տանեմ։ Ասենք 20 պլյուսի քշողները հիմա մանթո են, կոնկրետ մանթո են, ասենք այդ նույն գնով հիմա մարդ կարա գնա, առնի 20 պլյուսից 4 անգամ հզոր, 2 անգամ հզոր, լիակարշակ գժական ջիպ։ Ասենք խիա սենց։ Իմ համար լրիվ անհասկանալի է, ասենք, էս ինչ դեմպինգ է, անխնա։ Հարգարժան բան, խնդրում եմ կոմենտներում մի հատ մեզ հայերից բացատրեք, ոնց է սենց լինում, եթե կարա 27500-ով կարա սենց գժական մեքենա լինի, խիա սոն պլյուսը տենց թույլ ու տենց վատը։ Ժորժան, մի խոսքով 27500-ով կամ 25500-ով հետևի պրիվետ 218 դիաուժ, եթե չեք ուզում գույք արեք տակ կես միլիոնի կարգի, կամ ընդամենը 27500-ով Song Plus-ի գնի։ Դիպալ S07-ի գնի, Դիպալ S07-ին պատերով է բխում, Song Plus-ին պատերով է բխում, GD Galaxy E5 մի խոսքով բոլորին էս գնային սեգմենտում, մի բան էս գնային սեգմենտից բարձր, բխում ու պատերով էս մեքենան, ընդամենը մի հատ, երկու հատ աչք մտնող մինուս ունի, ու աչք մտնող մի քիչ հարաբերական է, մինուս, որ նախ ինքը միայն պատվերով հա, արկա չկա, ու հա, աչք մտնող մինուսը պետք է մի 3-4 ամիս սպասեք։ Էդի կա, եթե ուզում եք լավ բան քշեք, գժական թույն ջիպ 27500-ով, full տանկովի ռազմավարատով 422 դիաուժ, կարակ մի 3-4 ամիս արժի սպասել։ Արկա չկա, մոռացեք։ Նախապատվեր, հերթագրում մի խոսքով ընդհանուր գործընթացը կտևի 3-4 ամիս։ Ու երկրորդ մինուսը մի քիչ սուբյեկտիվ է, բայց
համարում եմ օբյեկտիվ, այս մեքենան, Ժորժյան, այս գժական մեքենան դիզայնի հետ որոշակի խնդիրներ ունի, ինքը շատ տղոտ է։ Մի ուրիշ տիպի տղոտ բրուտալ, թե ներսը, խնդրեմ կարեք տեսնեք, թե դուրսը հատկապես, թե իր ֆորման դիզայնը տղոտ են։ Ու այսինքն այս մեքենան աղջիկների դուրը 90%, 95% դեպքերում մի ուրիշ տիպի չի գալիս։ Ուստի խնդիր է առաջանում, եթե սա դուք դիտարկում եք որպես ընտանեկան մեքենա, դա կարող խնդիր լինի, ու այսքան արդեն եղել է իմ պրակտիկայից կարամ ասեմ, այս մեքենան ուզում էին պատվիրեին իմ հաճախորդները, բայց քանի որ շատը պետքա հաճախորդի կինը քշեր այս մեքենան, այլ ոչ թե հենց հաճախորդը, քանի որ ընտանեկան էր ու շատը կնոջ համար էր, ու կինը ոչ մի ձևով էս մեքենայի արտաքինը իր ասենք չէր հավանում, ինչը ես հասկանում եմ։ Հիմա ինչքան ուզում է լիակաշատ կան, ինչքան ուզում է 1000 դիաուժ լինի, եթե սիրուն չի, всё, թեման փակվում է։ Մի խոսքով բանակցությունից հետո իրանք չեղարկեցին որոշումը գնել Leopard 3 ու կանգնեցին Toyota-ի վրա, որը որ ավելի կլասիկ դասական դիզայն է, աղջիկների դուր ավելի շատ է գալիս։ Մի խոսքով, եթե դուք այս մեքենան կիսելու եք ձեր կնոջ, ձեր ընկերուհու կամ ընտանեկան մեքենա է, պետք է ձեր աղջիկները քշի, ձեր կինը քշի, այդ մի քիչ խնդիր է առաջանում, զուտ իր տղոտ, բրուտալ արտաքին տեսքի հետ ու շատ դեպքերում հենց իրան չեն գնում զուտ դիզայնի շատ բրուտալ, հա էլի լավ, բայց բրուտալ ու աղջիկներին ընդհանրապես դուր չեկող, մեծամասնությունը դուր չեկող դիզայնի պատճառով։ Ուրիշ այս մեքենան դե քշած չենք, բայց դե ասենք եթե BYD-ին հիմա բոլորս քշում ենք սովորական Yuan+, Song+, Sea Lion, Song եւ այլն, սովորական BYD լավն է, այս սրանից մի level ավել լյուքսային սուբրենդ Fanchonbao-ի Leopard-ը հաստատ լավն է, ոչ մեկ չի կասկածում։ Ասենք չի կարա վատը լինի, ոնց որ Lexus-ը ասեն Toyota-ից վատն է, դες բան չի կարա լինի, այս նույնը ասենք չի կարա ասենք Leopard-ը Yuan+, Song+-ից վատը լինի։ Գժական մեքենա 27500-ով ինչ ուզեք կա, սառնարանել կա իդեպ։ Մի խոսքով բացվող պանորամային տանիք, մի խոսքով ամեն ինչ։ Մենակ full version պրոյեկցիան ավելանում, դա արդեն ասացի։ Ու դրոն ավելանում, ինչը ոնց ինձ չինական իմ գործընկերն ասացի, շատ երկրներում խնդիր է այդ մեքենան գնելը, որովհետև չեն թողում որ ներս մտնի, բայց չեմ կարծում որ Հայաստանում էդի, ասենք ինչ որ խնդիր կլինի դրոնով մեքենա բերելը, մենք հո Հյուսիսային Կորեա չենք կամ Ռուսաստան չենք։ Դեռ։ Այսքաններ, որ ուզում եի ձեզ պատմեի այս գժական տոպ, բոմբ, տոպերից տոպն է, այս մեքենան վաճառվում է ինքնարժեքից ցածր, ուղղակի դեմպինգը անխնա, ասենք չի կարա ասենք էլի, Song+-ից 2 անգամ հզոր մեքենան վաճառվի Song+-ի գնով, լիակաշակ տանկը ռազմավարոտով պրոստը չի կարա, այսի մի հատ չգիտեմ ինչ որ խաղ է, դեմպինգ է, անխնա դաժան, որը որ նաև ոչնչացնում է Song+-ին, ասենք ես էլ չգիտեմ մարդ որ Song+ կգնի, ասենք այս մեքենան նույն գնով ունենալով այս մեքենան կամ Song+-ից $2000 ավելի էժան, հետևի քարշակ գժական ջիփ ամենագնաց, այլ ոչ թե քաղաքային crossover, որտեղ Song+-ով դուք 20,000 չեք գնա, իսկ 20 կգնաք։ Մի խոսքով BYD-ին կրկին ու կրկին պայթեցնում է բանականությունը, պայթեցնում է շուկան, առաջարկելով մի հատ մեքենա, որը որ ուղղակի մրցակից չունի աշխարհում 27500-ով ոչ մեկ 422 դիաուժանոց լիակարշակ բացվող պանորամային տանիքով սառնարանով ֆենվոր full տակածվող սարսվող նստատեղեր մի խոսքով full համարյա full բացի պրոյեկցիա ու ասենք լավ 8 դինամիկ եթե ուլտրան չի սովորական իմ ասածս 20500 8 դինամիկա հա հնչեղությունը մի քիչ ասենք զիջելու է ուլտրա կամ դրոն վերսիային բայց զատո ասենք 27500 մի խոսքով պատվիրեք, խնդրում եմ ձեզ էլի, գոնե մի հոգի պատվիրեք, ես մեքենայի մի հատ ռևյու անենք, Հայաստան գա ռևյու անենք, որ բոլորը անցնեն այս մեքենայի վրա ու յանտան այդ Song+-ներից, Լիսյաններից, չգիտեմ ինչիկներից, ասենք այս գժական Leopard 3-ը ես հավատում եմ, որ Երևանում մի այլ տիպի ուспех ունենալու Song+-ի պես տարածվելու է, բայց դե արդեն էսի արդեն գժական բոմբ բան է, էլի, ասենք կամ լիակարշակ կամ հետևի քարշակ, ասենք ցբխում է Song+-ին պրոստը պատերով Yuan+, Yuan-ը ել չասեմ։ Մի խոսքով, ահա, ու շնորհակալություն ձեզ, անչափ շնորհակալ եմ, լիքը մերսի, վերջապես 1000 բաժանորդ այդ ռուբեժը անցանք, 1030-1040 հոգի ենք արդեն, վերջապես, ուրա, շնորհակալ եմ ձեզ, ակտիվության համար, ձեր սրտացավ լինելու համար, ձեր զանգերի, ձեր գրելու համար, ձեր ակտիվ ներկայացության համար, արդեն 3 պատվեր
այս մի քանի օրում այս մի ամսում արդեն արվել է, շուտով կժամանեն հուլիսին կժամանեն Երևան, այդ մեքենաների լրիվ նոր մեքենաներ են, էլի Yuan Plus Restyle, Toyota 3X-ը, այս նոր թազա, որ անցած հաղորդում ասում էի, ու վերջապես Geely Geomi Starwish առաջինը Երևանում է լինելու իմ գնահատմամբ, եթե ոչ երկրորդը, կարող է ինչ-որ մեկը արդեն պատվիրել է, կարող է այդ նույն ժամանակ հասնի հուլիսի կեսերին, բայց այդ 3 մեքենան միասին կգնանք կստանանք Գյումրիում, երբ որ ստացումը լինի անպայման կնկարահանեմ ձեզ կցույց տամ ու անպայման այդ մեքենաները առանձին ռևյու կանենք, որ ավելի մոտիկից ծանոթանանք այդ գժական էժան մեքենաներին, այդ Geomi-ն ընդամենը $18000, ասենք Սիգուրից 1500-ով է ավել, բայց ինքը, ասենք, Սիգուրից 2 անգամ լավն է, վերջնա, բոմբա, մի խոսքով Geely Geomi, մի հատ խնդրում եմ, մի հատ ծանոթացեք, այս նախնական ոչ full ռոլիկին իմ արած, իսկ մանրամասն է, արդեն հենց ֆիզիկապես մեքենան քշելով Երևանում, արդեն կանենք հուլիսի մեջ, երբ որ մեքենան հասնի Գյումրի։ Այսքանն էր, հարգարժաններս, խնդրում եմ բաժանորդագրվեք, ակտիվ եղեք, լայքեք, կոմենտեք։ Եթե այս պահին ընտրում եք կամ ճաշում եք, ապա ծունի յոկը խաուիքը կհանդիպենք։